Բազմաթիվ գործարարների բարկացրել է վարչապետի հայտարարությունը, թե հոսանքի թանկացումը միայն բնակիչների համար է փոխհատուցվելու։ Ճիշտ ասած, ինձ թվաց այդ օրը ավելի մեկն էր, որ վարչապետը մեր հետ հյումոր է անում, բայց վերջը հասկացա, որ հյումոր չեն անում եւ սա շատ վտանգավոր քայլ է, որ իրենք այսպես են մտածել։ Կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, խոշոր բիզնեսը փոխհատուցում չի ստանա, իսկ փոքր եւ միջին ձեռներեցների հարցում դեռ հստակեցում չկա։ Գործարար արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղչյանի խոսքով վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ իշխանության խոստումները առ ոչինչ էին։ Այսինքն այսքան բայկարը, որ դեղի ունեցավ, որ չթանկացվի, սուբսիդավորվի, ոչ մի բանի չի ծառայել։ Պաստորեն այս ամեն ինչը ոչինչ է եւ մենք նորից կանգնած ենք ինչ որ մի հատ հսկայական բատնեշի առաջ։ Սուրճի արտադրությամբ զբաղվող գործարարն ընդգծում է, էլեկտրաէներգիայի ավելի քան 16% թանկացումը լուրջ հարված կհասցնի արտադրողներին, կբարձրանա մատուցվող ծառայությունների ու ապրանքների ինքնարժեքը, կնվազեն արտադրությունն ու սպառման ծավալները։ Անընդհատ մեր մոտ մի քանի ամիս մենք ինչ որ մի հատ այսպեսի մեծ հարված կա, որը պետք է մեր տնտեսությանը խոցի եւ մեր տնտեսությունը իր հերթին արունահոսի։ Անընդհատ ինքնարժեքներ փոխելով, անընդհատ հաշվարկներ անելով, սա ձև չի աշխատելու։ Մեզ չեն թողում, որ մենք նստենք, մտածենք զուտ մեր աշխատանքի մասին, մեր մարքեթինգի մասին, մեր վաճառքների մասին։ Իրենք անընդհատ կողմնակի այնքան խնդիրներ են ստեղծում, որ մարդ այլևս չի կարողանում հստակ իրակորձի մասին մտածել։ Գործարարը տարակուսում է, եթե ինքը արդեն պետք է բարձր գնով վճարի հոսանքի դիմաց, ինչ նպատակով է հեծում անցկացվելու աուդիտ, որի մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Չսպասած դրան, մենք մի հատ եւս մեկ անգամ ասում ենք, գիտեք ինչ, մենք վստահում ենք փաստորեն ու այդ թանկացումը համարում ենք, որ լեգալ է, բայց դա լեգալ չէ։ Կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել էր, պետությունը հնարավոր է օգնի ամսական մինչև 250 կՎտ հոսանք սպառող փոքր բիզնեսին, որոշումը սակայն կհստակեցվի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումից հետո։ Գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը մինչդեռ նշում է, Հայաստանում գործում է ավելի քան 50,000 փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց գերակշիռ մասը վարչապետի նշած թվից մի քանի անգամ ավել էլեկտրաէներգիա է օգտագործում։ Այսինքն միկրո ձեռնարկություններին պաշտպանելու մի տարբերակ կա, բայց արդեն մի քիչ ավելի փոքր, բայց հրուշակեղենի արտադրությունը, որը բավական էներգատար է, կամ ասենք թե տարբեր փաթեթավորումների, պլաստիկ իրերի, հալեցվող նյութերի, մետաղական կամ պենոպլաստա եւ այլ արտադրությունների համար դրանք բացարձակապես չեն կարող այդպիսի չնչին ուրեմն տված բոնուսով, ոնց որ ասած, կոմպենսացիա ունենալ։ Ըստ վիճակագրության այս տարվա առաջին կիսամյակում մոտ 30%-ով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը։ Հոսանքի հերթական թանկացումը նոր հարված կհասցնի արտահանող ընկերություններին, ասում է Հայաստանում արտադրված սուրճը աշխարհի մի շարք երկրներ առաքող գործարարը։ Վերցրեք ԵԴՄ-ի մեջ թվերը, հոսանքի արժեքները, լինի Բելարուսիայում, լինի Ռուսաստանում, լինի Ղազախստանում, ոչ միտեղ այդպեսի հոսանքի գումար չկա, ինչքան որ Հայաստանում է։ Ի վերջո պետք է այդ տնտեսական պարամետրերը իրար նման լինեն, եթե մենք մաքսային միություն ենք, պետք է այդ պարամետրները նման լինեն, որ մենք կարողանանք իրար հետ աշխատել, իրար հետ մրցել։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, բնակչության օգտագործած էլեկտրաէներգիան ընդհանուր սպառման ծավալի 1/3-ն է։ Այսինքն հոսանքի թանկացման ամբողջ բեռը իր վրա վերցնելու իշխանության խոստումը գումարի ընդամենը 30%-ին է վերաբերում։ Տարբերակումը մեր սակագնային լարումներով է։ Ուրեմն ունենք 4 լարումների սակագին 0.38 կիլովոլտն է, իր մեջ ներառում է մաքսություն, որը սպառում է 154 միլիոն կիլովատ, դրամով 65 միլիոն։ Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի տվյալները հանձնաժողովը հեծից կստանա մինչև սեպտեմբերի 25-ը։ Առայժմ հստակ չէ բնակիչների կտրոնների վրա ինչ սակագին է նշված լինելու եւ ինչ մեխանիզմով է կատարվելու սուբսիդավորումը։ Չնայած խոստումներին, կառավարությունը փոխհատուցման մասին որոշում դեռ չի էլ կայացրել։